Հրապարակ թերթը գրում է Ռուսաստանի իշխանական շրջանակները սկսել են լուրջ վերաբերվել Հայաստանում իրենց դեմ ծավալվող այսպես կոչված հիբրիդային պատերազմի, Ռուսաստանի Դաշնության եւ Պուտինի դեմ շրջանառվող տեղեկություններին, որոնք հիմնականում տարածվում են իշխանական եւ իշխանամերձ շրջանակների կողմից։ Թերթի տեղեկություններով հայաստանյան հայտնի սիթքոմներից մեկի իշխանական դերասանի հակապուտինյան հարցազրույցներից ու հայտարարություններից հետո Ռուսաստանում գտել են այս դերասանի բիզնեսմեն ազգականին եւ նախազգուշացրել, որ եթե շարունակվեն այդ հայտարարություններն ու հարցազրույցները, ապա իր գործունեությունը եւ Ռուսաստանի Դաշնությունում կեցությունը կդառնա օրերի հարց։ Գրում է թերթը։ Ժողովուրդ օրաթերթը ուսումնասիրել է քաղաքացիական պայմանագիր կուսակցության կենտրոնական ընտրական հանձնաժողովում հրապարակված 2025 թվականի ապրիլի 1-ից մինչև 2026 թվականի ապրիլի 1-ը հաշվետու ժամանակաշրջանի գույքի եւ եկամուտների հայտարարագիրը, որտեղ ներկայացված են կուսակցության ֆինանսական մուտքերը եւ ֆինանսական կառուցվածքը։ Հայտարարագրի համաձայն հաշվետու ժամանակաշրջանի վերջում կուսակցության դրամական միջոցները կազմել են 127 միլիոն 898 665 դրամ։ Փաստաթղթում նշվում է նաև, որ կուսակցությունն ունի մասնակցություն Civic News ընկերությունում 100% բաժնեմասով։ Ներդրման չափը ընդամենը 10,000 դրամ։ Civic News-ը հանրային դաշտում լայնորեն ընկալվում է որպես իշխանական տեղեկատվական եւ հաղորդակցական հարթակ։ Այդ հանգամանքը զուգորդված կուսակցության լրատվամիջոցում լիարժեք բաժնեմաս ունենալու փաստի հետ հանրային դաշտում կրկին առաջացնում է հարցեր քաղաքական հաղորդակցության եւ մեդիայի ազատության առումով։ Եկամուտների մասով քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ստացել է մի քանի աղբյուրներից ֆինանսավորում, այդ թվում պետական ֆինանսավորում ազգային ժողովի աշխատակազմից 234 միլիոն 727 890 դրամ, ահռելի նվիրատվություններ 481 միլիոն 790 400 դրամ, անդամավճարներ 129 միլիոն 524 599 դրամ, ինչպես նաև դատական ծախսերի փոխհատուցումներ, իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ-ից 120,000 դրամ եւ 24 News-ից 446,000 դրամ։ Գրում է թերթը։ Փաստերթը գրում է մայիսի 28-ից 29-ին Աստանայում կանցկացվեն 5-րդ Եվրասիական տնտեսական համաժողովը եւ ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստը։ Օրերս Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր, որ մայիսի 29-ին կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովի ընթացքում քննարկվելու է այդ կազմակերպությունում Հայաստանի կարգավիճակի հարցը։ Թերթի տեղեկություններով այս պահին կա տրամադրվածություն ընդունելու որոշում ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը սառեցնելու մասին, դրանից բխող բոլոր հետևանքներով, մինչև որ Հայաստանի իշխանությունները վերջնականապես պաշտոնական որոշում կայացնեն, շարունակում են եվրոպական դեգերումները, թե Հայաստանը մնում է ԵԱՏՄ-ում։ Գրում է թերթը։ Ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով գազի գնի վերանայման հարցը կրկին օրակարգում է։ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն արդեն Գազպրոմ Արմենիայից տեղեկություն է ստացել այն մասին, որ առաջիկայում գազի գինը վերանայվելու է։ Թերթի տեղեկություններով խոսքը ոչ թե գնի նվազեցման, այլ թանկացման հնարավոր սցենարի մասին է, այսինքն առաջիկայում Հայաստանի ներքին օրակարգում կարող է կրկին հայտնվել գազի սակագնի բարձրացման հարցը, ինչը բնականաբար շղթայական ազդեցություն կունենա թե շարքային սպառողների, թե տնտեսվարողների եւ թե ընդհանուր գնաճային միջավայրի վրա։ Առաջիկայում գազի սակագնի բարձրացման հայտը կստանա հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։ Թերթի տեղեկություններով Գազպրոմ Արմենիա Ռուսաստանի Դաշնությունից ստացել է նման գործընթաց սկսելու հանձնարարություն։ Գրում է թերթը։